Փետրվարի 29-ին Լրանում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված կուրսանտ Հայգազ Բարսեղյանի դեպքի 1 տարին։ Ու թեև գործը հասել է դատարան, սակայն կուրսանտի հոր Արկադի Բարսեղյանի համար 1 տարի անց էլ շարունակում են չպարզված հարցեր մնալ։ Միակ մխիթարիչ հանգամանքն այն է, որ նախօրերին սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի հոր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ գնդապետ Զարմիկ Թևոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրական եզրակացության գնդապետն իր որդու համար ինստիտուտում արտոնյալ պայմաններ է ստեղծել։ Եթե հիմի քրեական գործը հարուցվել է դատարանում գործը, դա արդեն ուրախալի է։ Բայց ինչ վերաբերում է Վարազդատ Սաֆարյանին, որ պիտի հենց հիմի նա էլ ձերբակալված լիներ, հենց առաջի օրը, եթե ես հարց եմ տալի, ասենք թե որ ինչ դեպքերում ասենք որ դատավերջեր կարել, ասում է մի հատ հայհոյանքը կամ ասենք մի հատ ականջ քաշելը, դա արդեն դատական գործ է վրան հարուցվում այդ զինվորի, ասենք եթե տեղում բան, բայց նայեք, նա հենց սկզբից էլ ասենք ծեծերի մասնակից, տարբեր կուրսանտների, որ ծեծերի մասնակցել է, այդ օրը ասենք զբաղվել է դրանց հետ ծննդյան օրն է նշել բանը Վաչեի խմել է խմիչքի ազդեցության տակ նորից ծեծի մասնակցել է Հայգազին երբ որ առաջի անգամ տարել են բիտովկա որ հարցերը բարձեն նայ ծեծին նտե Հայգազի ծեծին էլ է մասնակցել եւ ընդ այդտեղ կա որ ասենք այդ Հայգազին սպանությունից հետո երբ որ արդեն շորերն են հագցնելուց լինում ընդ այդ Մովսես Ազարյանը որ տեղում չի լինում նամակ գրելուց է լինում գալիս է ասում տղերք շուտ արեք Վարազդատը մեզի ներքևը սպասում է եւ այդքանից հետո նա հələ ազատության մեջ է Հայգազ Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր սակայն կրկին հետաձգվեց։ Դատարան չէին բերել մեղադրյալներից Վարազդատ Սաֆարյանին, ով այս օրերին ծառայում է բանակում։ Դատական նիստը փակվելուն պես մեղադրյալները ժպիտը դեմքներին հեռացան դատարանի դահլիճից, իսկ գնդապետի որդին կրկին ժպիտը դեմքին կուրսանտի հորը աչքով արեց, ինչը հարուցեց հոր զայրույթը։ Վերջինս դատարանից խնդրեց կարգի հրավիրել Գնել Թևոսյանին։ Նորից ժպիտ է ցինիկ, աշկով անում տնեցիներին, ասենք ես չեմ հասկանում, ասենք մի հատ ահավոր բան է, էլի, այդքանից հետո հələ կասկածեն, որ այդ տականքները արել են թե չեն արել, կամ իրա գնելի հենց փաստաբանի հայտարարությունը, որ դա ինքնասպանություն է, ես ուղղակի չեմ կարող, ոչ ման չեմ կարող ասեմ այդ առիթով։ Իդեպ Արկադի Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր որդու սպանության ականատես ծառայագիցներից երկուսի մոտ արդեն հոգեկան խնդիրներ կան, իսկ նրանցից մեկ ուրիշն արդեն իսկ հոգեբուժարանում բուժում է ստանում։ Սենյակի երկու հոգու մոտ էլ առողջական լուրջ խնդիրներ կա, բայց հավաստի աղբյուրից է, որ դա իրանք հիմի ծառայության մեջ են ավիացիայում Խանփերանցի անվան։ Իրանք էլի հոգեկան շեղումներ ունեն։ Իրանց տանում են բուժման, տենց շաբաթը մի անգամ, երկու անգամ դեղեր են ընդունում։ Գործի պատճառով է։ Ու իրանք ասում են, որ այդ բանից է եղել իրանց մոտ այդ խանգարումը։ Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 4-ին։ Սոնա Հարությունյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։